Շատ մեծ տրանսֆորմացիա է անցել քո ճանապարհորդությունները միջև մայրանալը եւ մայրանալուց հետո արդար չէր երբ նայում էինք այդ մեծ հերթերին այդքան քանակի մարդկանց, բայց ունեինք քիչ ժամանակ ու նաեւ այդ հիշողության մեջ միշտ կհիշենք, որ տենց Լուվրը, չգիտեմ, Մյուզեի դ'Օրսեյը մտել ենք առանց վճարելու ճանապարհորդելիս լինել ոճային, բայց այնուհանդերձ ամբողջ պահարանը թեթը չտանեց։ Տարածից 60% անգամ չէի օգտագործում, բայց իմ պարտքն էի համարում, որ ինչ ունեմ, պարտադիր պետքա տանեմ։ Գնացինք հյուրանոց, պարզվեց, որ նրանք այդ հյուրանոցում են եւ աղջիկներից մեկը Տոմ ջան դու ես։ Շատ լավ հիշում եմ այդ ճանապարհորդությունը։ Կարող ես ընկերություն անել նաեւ քեզ ոչ նման մարդկանց հետ։ Նախկինում չէի պատկերացնի անգամ, որ ես իրենց հետ կարող եմ ինչ-որ կապ ունենալ, ընդհանուր մի բան ունենալ, եթե ճանապարհորդությունը ունենար soundtrack։ Բաժանեցինք բոլորիս մեջ։ Booking-ին քչել եք։ Ողջույն բոլորին եւ բարի գալուս մեր ճանապարհորդական ոդկաստ։ Նրանք, ովքեր մեզ նոր են միանում, ներկայանամ ես Լիանան եմ եւ դառնալու եմ ձեր հավատարիմ ճանապարհորդական ուղեկիցը։ Այսօր ունենք մի հյուր, ով ոգևորում է շատերին, նա երկու հրաշք բալիկների մայր է, ճանապարհորդությունների սիրահար, նորաձևության զգացողությամբ կոնտենտ ստեղծող եւ Instagram-ում իսկական լույս։ Տոմ ջան, բարի գալուս։ Ողջույն, ես շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ ուրախ եմ գտնվել այստեղ։ Սա իմ ոդկասթի առաջին փորձն է ու ես շատ ողջավորված եմ այս փորձառության համար։ Թամարա Հովհաննիսյան, Product Manager, Influencer եւ Select With Me բրենդի հիմնադիր։ Ոսում ես այսօր քեզ շատ չեմ տանջելու եւ դու Go Travel-ից դուրս գալուց հետո լավ հիշողություններ ես ունենալ։ Միանշանակ։ Առաջի հարցը, Տոմ, որ ինձ հետաքրքրում է, քանի որ արդեն երկու բալիկների մայր ես, շատ մեծ տրանսֆորմացիա է անցել քո ճանապարհորդությունները միջև մայրանալը եւ մայրանալուց հետո, քանի որ ես քեզ հետ ճանապարհորդել եմ, միջև որ դու մայրիկ ես դարձել, մենք իրար հետ դիմավորել ենք Շրի Լանկայում ամանորը։ Ու տրանսֆորմացիա կամ փոփոխություն կամ վախեր կար, որ երբ որ բալիկներ ունենամ, ավելի ուշ կճանապարհորդեմ կամ չեմ ճանապարհորդի այն վայրերը, որ ես իրոք սիրում եմ։ Իրականում մի փոքր պարադոքսալ է հնչում, բայց իմ ճանապարհորդությունների քանակը էապես ավելացել է մայրանալուց հետո 2020 թվականից ի վեր։ Ինձ մա դա ուղիղ կապ ունի իմ աշխարհայացի հետ, որտեղ առաջնահերթությունը տրվում է ճանապարհորդությանը, ինքը իմ համար առողջության է հավասար ինչ-որ գործոն է կյանքում ու շատ իրավացի ես։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում փորձել եմ իրան այնքան կարևորություն տամ, որ երբևէ ճանապարհորդությունը չտուժի կյանքի մնացած ասպեկտներում, մնացած հանգամանքներից։ Վախեր չունես, որ բալիկների հետ չես կարող մեկնես այնպիսի վայրեր, որտեղ դու նախկինում կարեր հանգիստ ամուսնուդ հետ վայելել այդ վայրերը։ Իրականում վախեր չունեմ, որովհետև շատ մեծ support ունեմ ծնողներիս ու ամուսնուս ծնողների կողմից, իրանք շատ sense պատրաստական են իմ բալիկների օգնության հարցում ու ես ամեն օր իրենց երախտապարտ եմ լինում այդ օգնության համար, ինչը այսօրվա դրությամբ ամենակարևոր բանն է իմ կյանքում։ Ես ամեն օր այդ մտքով եմ քնում ու արթնանում, թե ինչքան կարևոր է ունենամ այդքան աջակիցներ, որ իրանք ազատ են թողնում ինձ իմ կյանքում ու քանի որ ամուսնուս համար էլ է առաջնահերթություն ճանապարհորդելը միասին, գրեթե մեր ճանապարհորդությունները չեն տուժել բալիկների ծնվելուց հետո։ Ոնց ճիշտ հասկանում եմ, դուք որպես couple, որպես զույգ շատ եք ճանապարհորդում, չէ՞։ Փորձում ենք, ինձ համար դա շատ կարևոր է զույգերի առհասարակ առողջ հարաբերություններում։ Մանավանդ երբ որ դուք 14 տարի միասին եք, անհրաժեշտ է կարծում եմ այդ միայն զույգերով ճանապարհորդությունները տալիս եք։ Անպայման, ես շատ սիրում եմ դադարներ վերցնել հարաբերություններում, որովհետև սենց նորովի նոր զգացողություններով եմ միշտ հետ վերադառնում, երբ որ մի քանի օր կամ մի քանի շաբաթ միմյանցից հեռու ենք լինում։ Տոմ ջան, ես ճիշտ քեզ հասկացա, որ ճանապարհորդությունները համ ամրացնում է զույգերին, համ էլ առանձին ճանապարհորդությունները նաև ճիշտ հիմնաքար են առողջ եւ ամուր հարաբերությունների համար։ Միանշանակ երկուսն էլ կարևոր նշանակություն ունեն, որովհետեւ երկու պարագայում էլ շահում է քո հարաբերությունները։ Ճիշտ համադրությունն է, ճիշտ միքսը։ Տարվա ընթացքում եթե կարողանում ես բալանսավորված ընտանիքի, առանձին ամուսնուտ, առանձին ընկերների հետ կարողանաս ճանապարհորդես, դա իդեալական բալանսն է կյանքում, որովհետև ամեն ինչ փոխ լրացնում է այդ դեպքում։ Ես հիշեցի մի դրվագ քո ռիլերում տեսել, երբ որ դու հայտնում ես քո ապագա բալիկի գալուստը։ Մենք այստեղ կտեղադրենք ռիլը։ Մի քիչ պատմիր այդ էմոցիաներից, ոնց ընդունեց ամուսինդ եւ
երեխատ ու այդ պահին դու որպես արդեն հղիության ապագա մայրիկ շատ էիր անհանգստանում, որ ոնց ես ճանապարհորդելու, ինչ ես անելու, այդ ժամանակ կար ինչ որ մտավախություններ։ Որպես այդպեսին մտավախություն չկար, որովհետև արդեն իսկ Մայայի մայրիկը լինելով փորձել էի այդ 3.5 տարիների ընթացքում էլի եմ կրկնում բալանսավորված ապրել, չէր տուժել իմ աշխատանքը, չէր տուժել իմ ճանապարհորդություններն ու անձնական հարաբերությունները։ Ու ես ավելի վստահ էի, որ երկրորդ բալիկը էական ազդեցություն չի ունենա կյանքի որակի վրա։ Իսկ ինչպես հայտնեցիր այդ պահը պատմի, որտեղ շատերին հետաքրքիր կլինի, շատ կրեատիվ է, ձևով հայտնեցիր։ Իրականում մտածված չէր ընդհանրապես, շատ սպոնտան որոշում էր։ Փետրվարի 13-ն էր, Վալենտինի նախորեն, ես հենց այդ օրը պարզեցի, որ սպասում եմ երկրորդ բալիկին ու արդեն մեր նկարներով ալբոմ էի պատվիրել, որը նվիրելու էի ամուսնուս ու շատ արագ մտքիս եկավ, որ այդ ալբոմը կարամ հետաքրքրացնեմ հենց ինչ որ փոքր նշում անելով ու խնդրեցի ալբոմը պատրաստողներին պարզապես վերջում մի նշում ավելացնել, որ մեր երկրորդ բալիկը ճանապարհին է։ Իրենք շատ արագ կազմակերպեցին ու ես փետրվարի 14-ին երբ որ նվիրեցի, ասես շատ շոկային թեմատիկ իրականում նվեր ստացվեց ու եթե ես այդ պլանավորեի այդքան ստացված չէր լինի անակնկալը։ Միանշանակ։ Շատ բնական ու շատ օրգանիկ ստացվեց։ Հասկանալի է։ Լավ, Տոմ ջան, ինչպես անել որպես նորաձևության ոլորտի ներկայացուցիչ, որ ճանապարհորդելիս լինել ոճային, բայց այնուհանդերձ ամբողջ պահարանը հետը չտանես։ Այդ շատ լավ հարց է իրականում։ Ես փորձում եմ իմ էջի, իմ անձնական բրենդի միջոցով պրոպագանդել մեր աղջիկների շրջանում, թե ինչքան կարևոր է բազային կապսուլային զգեստապահարանի կարևորությունը մեր զգեստապահարանում։ Ես երկար տարիներ պայքարել եմ այդ բազան հավաքելու շուրջ, որովհետև երբ որ չէի հավաքել իմ բազային կապսուլային զգեստապահարանը, ամեն ճանապարհորդությունը ինձ մոտ 23 կիլոգրամանոց ճամպրուկներով էր լինում, որտեղ ես իմ ամբողջ զգեստապահարան ուղղակի դնում էի ու չգիտեի ես ինչ լուքեր եմ կազմելու, ինչ եմ առասարակ հագնելու, ես տարածից 60% անգամ չէի օգտագործում, բայց իմ պարտքն էի համարում, որ ինչ ունեմ, պարտադիր պետքա տանեմ։ Բայց երբ որ տարիների ընթացքում շատ ուսումնասիրեցի ինչքան կարևոր է, որ ամեն մեկս մեր զգեստապահարանում ստեղծենք մեր բազան, մեր կապսուլան, որը ամեն մեկի դեպքում կարա մի փոքր տարբեր լինի, բայց ծառայի իր նպատակին, այդ դեպքում ես հասկացա, որ նույնիսկ ձեռքի ճամպրուկով ես կարողանում եմ 4-5 լուք ստեղծել, որը ի շնորհիվ իմ բազային կապսուլային զգեստապահարանին է, որտեղ որոնք են այդ բազային իրական ինքը մի փոքր լայնածավալ թեմա է, մի քանի բառով 3 հիմնական բան, որպես զգեստապահարանist ինչով որ առաջնորդվում եմ իմ բազային զգեստապահարանում իր ավելացնելիս, պարտադիր ընտրում եմ չեզոք նեյտրալ գույների հագուստ, անպայման ուշադրություն եմ դարձնում բաղադրությանը, որ ինձ ավելի երկար ծառայի, եւ ինձ միշտ հարց եմ տալիս, արդյոք այս իրով կարող եմ 3 լուք կազմել, առնվազն 3 լուք, եւ եթե այո, ապա այդ իրը համարվում է իմ զգեստապահարանում բավականին ֆունկցիոնալ ու ինձ ծառայում է տարբեր լուքերում։ Ու այդպես կարողանում եմ ճանապարհորդությունների ընթացքում շատ ինձ չծանրաբեռնեմ, թե ինչ կարելի է տանել, մեծ ճամպրուկներով ճանապարհորդել, որովհետեւ երբ որ ունես ֆունկցիոնալ հագուստ, ինքը քեզ ծառայում է ցանկացած հրաշալի քաղաքում։ Իրավացի ես, շատ լավ, իսկ ուսապարկումը ինչ իրեր են պարտադիր լինում, որ առաջին անհրաժեշտության ժամանակ, որտեղ բոլորիս դեպքում դա տարբեր է, օրինակ առաջին անհրաժեշտություն մի քանի իր ասա, որ քո ճանապարհորդական ուսապարկում միշտ առկա է։ Դե այն ստանդարտ բաները չեմ նշի, պարզապես այս բանին մտքիս եկավ շտատիվը, որովհետև ամուսինս չի սիրում նկարել։ Իսկ ո՞նց ես դու տենց գեղեցիկ շտատիվով ես անում։ Իմ ամենամեծ օգնականն է ճանապարհորդությունների ընթացքում, ես հարմարվել եմ այդ մտքին, որ իրան դուր չի գալիս այդ process-ը։ Դե շատ գեղեցիկ ճամփորդական վիդեոներ, լուսանկարներ ես միշտ տեղադրում։ Ու շտատիվը միշտ լինում է իմ զգեստապահարանում։ Ճամփորդական իմ պայուսակում։ Տոմ, դու հաճախ Instagram-ում վիդեոներ ես տեղադրում քո ապրելակերպից ու ընտանեկան վիդեոներ են։ Շատ գեղեցիկ ներկայացնում ես, բայց կան այնպիսի իրավիճակներ կամ իրադարձություններ, որոնք հաստատ տեսախցիկից այն կողմ են մնում ու դու հստակ գիտես, որ դա ցույց չես տալու։ Միանշանակ, իմ էջը հենց այդ մասին է, որովհետև ես ունեմ որևէ սահման, որից այն կողմ չեմ պատրաստվում էջում կիսվել ու ես կարծում եմ այդ առողջ privacy-ն շատ կարևոր է ինֆլուենսերի կյանքում։ Ինձ երբեք չեն հրապուրում այն էջերը, որտեղ կան վեճեր, զգացողությունների ինչը փոխանցվում է, սա ոչ թե նրա մասին է, որ ես ուզում եմ փոխանցեմ իդեալական պատկեր, բացարձակ այդ ուղղությամբ չեմ տանում էջը, այլ պարզապես կիսվում եմ
այնքան, որտեղ ես ինձ կոմֆորտ եմ զգում, որովհետև ավելին արդեն դու հավանում ես, որ պետք չի։ Քանի որ Instagram-ում միշտ մենք ներկայացնում ենք մեր, այսպես ասած, վառ ապրելակերպը, վառ ճանապարհորդությունները, ընտանեկան պահերը եւ այն մութ անկյունները մենք թաքցնում ենք։ Այսինքն ստացվում է, որ իրական կյանքը եւ սոցիալական էջերում կյանքը տարբերվում է, թե կոմոդ նույնն է։ Իմ կարծիքով տարբերվում է եւ ինչքան էլ որ ես չեմ սիրում, որ իդեալականացնում են մարդիկ իրենց էջերը ու փորձում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ իրենց կյանքում իդեալական է, միևնույն պարագայում, էլի պարադոքսալ է հնչում, բայց ես նաեւ չեմ սիրում այն կոնտենտը, որտեղ անընդհատ վեճեր են, որտեղ կենցաղային է շատ կյանքը, որտեղ շատ բողոքական է կոնտենտը, բայց ամենաշատը դա են դիտելությունները։ Դե հա, մեր ռեգիոնում է դա ամենաշատը, բայց ես պարզապես քանի որ նայում եմ այսպես, որպես մարդ որ քեզ հաճելի կլիներ, որպես օգտատեր, ես սիրում եմ Instagram-ից էսթետիկ հաճույք ստանալ, ես սիրում եմ Instagram-ից լավ դրական լիցքեր վերցնել ու տալ։ Այդ իսկ պատճառով փորձում եմ իմ էջի միջոցով դա տալ։ Եթե ես տխուր եմ լինում, միգուցե իմ էջի միջոցով դա փոխանցվի, բայց ես կարծում եմ, որ պետք չի տխուր օրերին մտնել Instagram ու պատմել ինչ-որ քո կյանքը, քո բողոքական կոնտենտը, որովհետև տեղից էլ մարդկանց կյանքում ինձ թվում է նեգատիվը կա, անխուսափելի է, ու ես վստահ եմ, որ բոլորը սոցիալական կայքերում փնտրում են դրական վայբեր, ու շատ քչերն են, որ ուզում են ինչ-որ բացասական վայբեր ստանան։ Այդ իսկ պատճառով ես էջի միջոցով փորձում եմ միշտ ավելի շատ ոգեշնչել, ավելի շատ դրականը փոխանցել, քան կյանքն ինչպես որ կա, չնայած որ շատ էականորեն չի տարբերվում իմ էջը եւ իմ կյանքը։ Ես ասեմ, որ իրականում չի տարբերվում, քանի որ ասացի, որ միասին Շրի Լանկային եղել միասին ապրել ենք։ Այո, դուք որպես զույգ ինձ վրա շատ լավ տպավորություն եք թողել, նույնիսկ չէ Միլային էր ամուսինդ խնամում ու ես ասում եմ դուք ես ապագայում շատ լավ մայր եւ հայր կլինեք, դա այն ժամանակվանից շատ այդ խնամքը երևում է ու Instagram-ում դու ներկայացնում ես այն ինչ որ իրական կյանքում գոյություն ունի։ Շատ լավ, իսկ ժամանակի կառավարումը ինչպես ես անում, քանի որ դու մայր ես, բիզնեսով ես զբաղվում, ունես քո ապրանքային նշանը, չէ՞, ունես շատ ճանապարհորդում ես եւ նաեւ կոնտենտ ստեղծող ես, դա էլ է շատ մեծ ժամանակ տանում, ոնց ես կարողանում, որն է քո սուպեր ուժը, դու մի հատ մտածի, քանի որ ես հասկացել եմ ինքս իմ համար ժամանակի կառավարման հետ կապված միշտ բաժանում եմ գործողությունները կամ իմ վրա դրված առաջադրանքները մի քանի մասի, օրինակ շտապ եւ ոչ շտապ, կարևոր եւ ոչ կարևոր եւ համադրում եմ իրար հետ, օրինակ շտապը ու կարևորը ես ինքս եմ անում եւ կարևորը ոչ շտապը անպայման գրում եմ ինչ-որ միտեղ, որպեսզի հետագայում անեմ, եթե դա կարևոր չի, բայց շտապ է, միշտ դելեգիրված եմ անում, տալիս եմ այլ մարդկանց, հանձնարարում եմ այլ մարդկանց, իսկ որ ոչ շտապը, ոչ կարևորը, թղթի վրա գրում եմ, ինչ եմ անում, պատռում եմ այդ թուղթը ու մոռանում եմ դրա մասին, քանի որ ուղեղումս ես չեմ ուզում 100 միտք պտտվի։ Այդ իմ մեթոդիկան է, իսկ դու ոնց ես կառավարում քո ժամանակը։ Ինձ թվում է, ինձ ժամանակը կառավարելու հարցում շատ օգնում է իմ մասնագիտությունը, որովհետև ես 9 տարի աշխատել եմ IT ոլորտում որպես project, հետո արդեն product manager, եւ project management-ում շատ կարևոր նշանակություն ունի եւ առաջնային նշանակություն ունի հենց time management-ը, որովհետև դրա բացակայության դեպքում քո բոլոր պրոյեկտները ուղղակի կձախողես եւ այդ մասնագիտորեն այնքան եմ զարգացրել իմ մեջ, որ կյանքի բոլոր ասպեկտներում կիրառում եմ։ Պարզապես իմ մեթոդիկան մի փոքր այլ է, եթե ես պարտադիր գրում եմ իմ to-do list-ը նոթերումս, թե ինչ ունեմ անելու, եւ միշտ սկսում եմ ամենահեշտերից։ Եթե անգամ իրանք պակաս կարեւորություն ունեն, ես գիտեմ իրանք ինձնից շատ ավելի քիչ ժամանակ են տանելու, ես միշտ իրանց եմ անդրադառնում, որպեսզի այդ ծիծկաները շատ լինեն, ու ինձ այդ մոտիվացնում է, որ ավելի քիչ բան եմ մնում իրականում անելու։ Այդ մեթոդիկայով եմ իրականում շարժվում, բայց որ ասեմ սուպեր time management կարողանում եմ անել, կսխալվեմ, փորձում եմ անընդհատ իմ մեջ զարգացնել այդ, մանավանդ հիմա որ կորպորատիվ կյանքից մի փոքր դուրս եմ, այստեղ ավելի մի փոքր դժվար է, բայց դեռևս ինչ-որ լուրջ զախողումներ չեմ ունեցել։ Շատ լավ։ Տոմ, իսկ այդքան ճանապարհորդությունների ընթացքում որևիցե արկածային, հետաքրքիր ֆան իստորիա, այսպես ասած, եղել է, կկիսվես մի փոքր։ Այս պահին, որ մտքիս եկավ, իրականում, երբ ընկերուներով ճանապարհորդում էինք դեպի Փարիզ ու ցանկանում էինք մտնել բոլոր թանգարանները, չէինք ցանկանում վճարել ու չէինք ցանկանում երկար հերթ կանգնել, մի հատ պայծառ միտք էր եկել իմ մոտ, որ կարելի է կազմել press member-ի այցեկարտեր, ու ներկայանալ որպես press-ի լրագրական ծառայության մասնակիցներ ու
չեք հավատա, բայց մենք բոլոր թանգարանները առանց հերթ ու առանց վճարելու մտնում էինք ու սենց իրականում մի փոքր արդար չէր, երբ նայում էինք այդ մեծ հերթերին, այդքան քանակի մարդկանց, բայց ունեինք քիչ ժամանակ ու նաև այդ հիշողության մեջ միշտ կհիշենք, որ տենց Լուվրը, չգիտեմ, Մյուզեի դ'Օրսեյը մտել ենք առանց վճարելու եւ առանց հերթ ստացելու։ Արդեն իրենց պրեսեթը, լավության այդ իրական շատ լավ լայֆհակ է եւ բոլոր թանգարանները գրող են։ Իրականում շատ լավ լայֆհակ է, որովհետև ժամանակը ամենակարևորն է, երբ որ travel ես անում, այդքան գումարը չի, բնականաբար ինչ-որ ֆիկտիվ գումար է ամեն թանգարանի մուտքը, բայց այն միտքը, որ դու 2-3 ժամից քեզ ապահովագրում ես այդ հերթը կանգնելուց, այդ իրական այնքան լավ գաղափար է։ Եվ մի հետաքրքիր պատմություն էլ կա ճանապարհորդելիս։ Ես զբաղվել էի մեր ընկերուներով ճանապարհորդության ժամանակ հյուրանոցի ամրագրմամբ, հանձն էի առել այդ կարևոր պատասխանատվությունը ինձ վրա եւ ամրագրել էի բնակարան, որը գտնվում էր Լոնդոնում։ Բայց ես զերծարարության զոհ էի դարձել, որովհետեւ բուքինգի միջոցով էի ամրագրումը կատարել։ Ներկայացված էր, որ այն Փարիզում է, բայց հետո պատասխան չկար ինձ, անընդհատ գրում էին նամակներ չէին պատասխանում, հետո փորձեցի փնտրեցի ինտերնետում, գտա, որ այդ բնակարանը գտնվում է իրականում Լոնդոնում եւ հասկացա այդ պահին, որ արդեն զեղծարարության զոհ եմ դարձել եւ քարտ էի գցել, իհարկե գումարը դեռ չէր քաշել, բայց երբ որ օրը մոտեներ, պետքա քաշեր ու այդպես գրեցի բուքինգին մի քանի անգամ, որ այսպես է ու իրենք ինձ refund արեցին այն գումարը, որը ես դեռ չէի վճարել, այսինքն մենք ընկերուներով մոտ 1500 եվրոյի կարգի բուքինգից կրեդիտ ստացանք, այդ էլի կհիշենք մեր ամբողջ կյանքում, որովհետև բաժանեցինք բոլորիս մեջ բուքինգին քցել եք։ Իրականում չենք քցել, որովհետև իրենց կայքի միջոցով փորձում էին զերծարարություն անել ու իրենք իրենց բրենդի անունը պահելու համար refund արեցին, որպեսզի չտարածվի այդ շատ հետաքրքիր պատմություններ են քեզ հետ լինում։ Ամենաշատ բյուջետային trip-ը ստացվում մեր ընկերներով։ Քեզ հետ անպայման նորից կճանապարհորդեմ, բայց ես նույնպես շատ հետաքրքիր պատմություն հիշեցի քեզ հետ կապված։ Երևի թե մի 10 տարի առաջ էր ճանապարհորդում ենք Եգիպտոս եւ գիշերային թռիչք էր։ Ես այդ ժամանակ ճանապարհորդեի մայրիկիս եւ բալիկիս հետ եւ եղբորս կիններ մեզ հետ։ Մենք ուզում էինք քնել, բայց ոչ մի ձև չէր ստացվում, քանի որ մեր հետևը 6-7 ակտիվ աղջիկներ էին, որ անվերջ խոսում էին։ Դե քաղաքավարության զոհ գնալուց ես ոչինչ չասեցի, ասի ոչինչ կգնամ հյուրանոց, մի լավ կքնեմ եւ հուսով եմ այլևս այդ աղջիկներին երբևիցե չեմ տեսնի։ Դե ինչ ես կարծում։ Գնացինք հյուրանոց, պարզվեց, որ նրանք այդ հյուրանոցում են եւ աղջիկներից մեկը Ջան դու ես շատ լավ հիշում եմ այդ ճանապարհորդությունը, որը իհարկե ակտիվ խոսացողները դա հայարփիներ, բայց ինձ թվում է որտեղ կա իմ ընկերուի հայարփին, այդտեղ կա աղմուկ, այնպես որ ինձ թվում է բոլորը արդեն գիտեն այդ մասին, բայց լավաբատ ունեցավ, որովհետև մենք ընկերացանք ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Նույնիսկ այդտեղից էլ է հետևում մի հետաքրքիր ինսայթ, որ առաջի հայացքից կարող է մարդիկ իրար հետ էներգետիկ չբռնեն կամ ասես լավ, այս մարդու շուտ մի ոտ շուտ պրծնեմ, այվ չհանդիպեմ, բայց կյանքը հետո ցույց տա, որ առաջի կարծիքը սխալ էր ու կարող ես ընկերություն անել նաև քեզ ոչ նման մարդկանց հետ ավելի այդ մտքի վրա ես ինձ բռնել եմ այս վերջին մի քանի ամիսների ընթացքում, չգիտեմ, իմ կյանքում անընդհատ հայտնվում են այնպիսի մարդիկ, հատկապես այս վերջին շրջանում, ովքեր նախկինում չէի պատկերացնի անգամ, որ ես իրենց հետ կարող եմ ինչ-որ կապ ունենալ, ընդհանուր մի բան ունենալ, ու ես անընդհատ ինձ բռնում եմ այդ մտքի վրա, որ պետք չի ընդհանրապես սահմանափակ լինել անգամ մարդկանց ընտրության հարցում, որովհետև ամեն մեկի հետ դու ինչ-որ փորձի փոխանակման արդյունքում ինչ-որ լավ էներգետիկա, ինչ-որ լավ դրական բաներ վերցնում ես։ Եթե մինչ այդ ես շատ ծայրահեղական էի մարդկանց հարցում ու մտածում էի, որ իմ շրջապատը այնա ինչ կա ու 30-ից հետո ընտրված մարդիկ պետք է լինեն։ Հետո կարծում էի, որ չի փոխվի այդ շրջանակը։ Հիմա ամենատարբեր տեսակի մարդկանց հետ եմ շփվում ու ամեն մեկից այնպիսի էմոցիաներ եմ ստանում, որ ինձ այդ ուղղակի շատ հաճելի է։ Դա կոչվում է հասունություն։ Ես էլ եմ համաձայն։ Լինում է, որ մենք հասնում ենք մի տարիքի ու տենց հասունությունը չի գալիս, իսկ եթե քեզ մոտ արդեն դու հասկանում ես, որ մարդկանց հետ շփման մեջ ոչ թե մարդիկ են հարցը, այլ քո բնույթն է փոխվել, ուրեմն դու արդեն հասունացել ես։ Համաձայն եմ։ Շատ է, ունես երազանքի երկիր, որը որ քո wish list-երի մեջ է, որ ցանկանում ես այցելել։ Որպես այդպիսին, հիմա մտածում եմ հարցից շուրջ, չունեմ այդպիսի երկիր, որը շատ ցանկանում եմ այցելել։ Պարզապես կասեմ, որ ուզում եմ այցելել հնարավորինս շատ երկրներ, հնարավորինս շատ մշակույթների հետ ծանոթանալ եւ անպայման ուզում եմ վերադառնալ Բալի։ Նորից Բալի վերադառնալ։ Անպայման։
Իսկ Բալիում որ կուրորտներում ես եղել, որ խորհուրդ կտաս մեր դիտողներն էլ մեկնեն։ Ես եղել եմ Ուլուվատուի հատվածում, Նուսադուայի հատվածում եւ Ուբուդում, դե միանշանակ սիրել եմ Ուբուդը եւ անպայման շատ ես էլ ամուսինս մեծ ցանկություն ունենք արդեն 1 ամսով այնտեղ լինելու, որովհետեւ առաջին անգամ եղել ենք 2 շաբաթով ու հիմա ուզում ենք ավելի երկար փորձառություն ունենալ ու մի փոքր ապրել այնտեղի բնիկների կյանքով, վարձակալել վիլա, վարձակալել մոպեդ ու ապրել իրենց բնիկ տեղացիների կյանքով։ Հուսով եմ մոտ ապագայում կիրականացնենք այդ ցանկությունս։ Այսինքն, եթե քեզ հնարավորություն տրվեր ապրել որևիցե երկրում կամ քաղաքում 1 տարի, դու կընտրեիր Բալին, թե այլ ուղղություն կընտրեիր, եթե 1 տարի։ Եթե նման առաջարկ լիներ, կընտրեի Փարիզը, որովհետև ապրելու տեսանկյունից ես շատ ինձ եմ զգում այնտեղ։ Ինձ թվում է ես նախորդ կյանքում Փարիզում եմ ծնվել, որովհետև երբ հենց այնտեղ եմ լինում, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց ես պատրաստ եմ Փարիզ անընդհատ վերադառնալ։ Ապրելու տեսանկյունից կարծում եմ Բալին չէի նախընտրի 1 տարի ապրել, այլ 1 ամսով այդ փորձառությունը նորից վերապրել, բայց ապրելու համար Փարիզը կարծում եմ ինձ շատ հոգեհարազատ է իմ կյանքին, իմ ապրելակերպին, իմ հայացքներին ու շատ մեծ սիրով կցանկանայի ապրել Փարիզում։ Ճանապարհորդությունները որոշակի մեծ ազդեցություն միշտ ունենում են մարդու վրա։ Ինչ է փոխվել քեզ մոտ որպես մայր, որպես կոնտենտ ստեղծող ճանապարհորդություններից հետո այն ամենակարևոր հիմքը ինչ է փոխվել քո մտածելակերպում։ Ճանապարհորդությունները շատ ուղիղ ազդեցություն ունեն իմ ավելի շատ աշխատելու ցանկության վրա։ Ամեն անգամ ճանապարհորդելուց հետո ես ավելի շատ մոտիվացիայով հետ եմ վերադառնում, ավելի շատ ջանք եմ ծախսում, որպեսզի ավելի շատ գումար աշխատեմ, որովհետև այդ էմոցիաները, որ ապրում եմ ճանապարհորդելու ընթացքում, ուրիշ ոչ մի պարագայում չի լինում իմ կյանքում ու որպես ընդհանրացնելով ասել, ամենամեծ ազդեցությունը իմ կյանքում ու ամենամեծ փոփոխությունը ճանապարհորդելուց հետո հենց այդ մեծ մոտիվացիան է, որ ավելին աշխատեմ, մոտիվացիայով լցվեմ ու այդ ինձ թվում է ամենակարևոր բաներից է կյանքում։ Շատ լավ։ Եթե ճանապարհորդությունը ունենար սաունդթրեք, ինչ սաունդթրեք կլիներ հենց քո համար։ Իրականում չկա հենց այն մի սաունդթրեքը, որը կասոցացվի բոլոր ճանապարհորդություններիս հետ։ Ինձ թվում է ամեն երկիր իրեն համապատասխան սաունդթրեքով է իմ մոտ ասոցացվում։ Օրինակ Փարիզում Շարլ Ազնավուրը, Իտալիայում իտալական երգերը, մի խոսքով սենց ամեն երկրին համապատասխան։ Իսկ եթե ճանապարհորդությունները ունենար համ, ինչի հետ կասոցացնես, օրինակ ես ասեմ, ես ճանապարհորդությունները ասոցացնում եմ շոկոլադե պաղպաղակի հետ, որի վրա դրված է ելակ, այսպես ասած Dolce Vita եմ պատկերացնում։ Քեզ հետ ինչ ուտեստի հետ է ասոցացնում ճանապարհորդությունները։ Ինձ մոտ իմ հետևորդներն էլ նկատած կլինեն, միանշանակ դա տիրամիսուի հետ է ասոցացվում, որովհետև տիրամիսու երբ Երևանում միշտ փորձել եմ, միշտ չեմ հավանել ու երբ հենց ոդկս դուրս է եկել երկրից ու փորձել եմ առաջին անգամ Իտալիայում, հետո Ֆրանսիայում, հասկացել եմ, որ ես տիրամիսու իրականում սիրում եմ, մինչև այդ չէի սիրում, որովհետև Երևանում չէի հավանում։ Ու հիմա ամեն ճանապարհորդության մեջ միշտ կա ինչ-որ մի տեղ, որտեղ ես անպայման փորձում եմ տիրամիսու ու երևի որ այդպես որպես համ տիրամիսուն է ասոցացվում։ Երբ ժամանում ես որևիցե երկիր կամ քաղաք, արթնանում ես, առաջինը ինչ գործողությունն է համառան անում այդտեղ։ Ես էլ ամուսինս էլ բնույթով նախաճաշ չսիրող մարդիկ ենք ու տանը երբեք չենք նախաճաշում, բայց հենց ճանապարհորդում ենք, առաջին բանը որ անում ենք, այդ նախաճաշելն է, որովհետև ինձ մոտ նախաճաշելը ասոցացվում է ճանապարհորդության հետ, այդ կրուասան, կոֆե, բացօթյա վիճակները շատ սիրում եմ ու երևի թե առաջին բանը որ միշտ մտքից գալիս է առավոտյան արթնանալիս, գտնել ամենամոտիկ, ամենալավ անկյունը, որպեսզի ունենանք այդ փորձառությունը, երևի դա։ Բայց ասա որ հյուրանոցների նախաճաշերը լիովին տարբերվում է։ Ու հիմնականում եվրոպական երկրներում վերցնում ենք հյուրանոցը առանց նախաճաշի, որովհետև այդ փորձառությունը շատ ենք սիրում գնալ, նոր տեղեր բացահայտել։ Շատ լավ։ Իսկ երբ որ ճանապարհորդական նոր ուղղություն ես ընտրում, ո՞նց ես ընտրում, էմոցիաներով, հստակ պլանով, թե պատահական։ Պատահական։ Ինձ մոտ շատ սպոնտան է վերջին ճանապարհորդությունները եղել, հիմնականում մինչև 5 օրվա կտրվածքով ենք որոշել, վերցրել տոմսերը ու գնացել ու կարող եմ վստահ ասել, որ այդ փորձառությունը միանշանակ շատ ավելի տպավորիչ է ու շատ ավելի լավ է ստացվում, քան այն, որ երկար ժամանակ ես պլանավորում։ Իսկ հիմա որ երեխաների հետ ես մեկնում, ավելի մանրակրկիտ չես նայում, ինչ վայրեր գնալ, որ ավելի կոմֆորտ լինի, որ ավելի լինի քիչ սպասելաժամը, եւ որ երկրներն ես խորհուրդ տալիս հենց բալիկով ճանապարհորդելու դեպքում։ Ճիշտն ասած, 2 բալիկով փորձառություն դեռևս չունեմ, բայց միանշանակ կգնամ ծովային ուղղությամբ, որովհետեւ բալիկների այդ հանգիստը պատկերացնում եմ ծովային հանգիստ, ավելի պասիվ, ավելի
ծովափնյա, որտեղ շատ ավելի հարմար է բալիկների հետ ու շատ բանի մասին չունես մտածելու։ Կա անիմացիա, որ զբաղեցնի երեխային։ Իսկ միայն Մայայի հետ տարբեր փորձառություններ եմ ունեցել, ու այդ ինձ թվում է կախված է հենց բալիկից, Մայան մեզ հետ ոնց որ մեծ մարդ լինի, ընկեր ու առասարակ նույնիսկ Եվրոպայում, Բրյուսելում ենք եղել միասին, Փարիզում ենք եղել միասին, ինքը շատ լավ է իրան պահել, մեզ հետ հավասար մեր ուզածտեղերը եկել է ու կարծում եմ այդ շատ խիստ կապ ունի բալիկի բնավորության, բալիկի առանձնահատկությունների հետ։ Հիմա որ երկուսի հետ փորձ ունենամ, արդեն կկիսվեմ այդ ժամանակ, բայց մինչ այս պահը, քանի որ Մայան էլ եմ ասում, շատ հանգիստ երեխա է, նույնիսկ այդ թռիչքները իր հետ մեկնել ենք Դոմինիկանա, շատ երկար թռիչքով, բայց երբեք չենք զգացել Դոմինիկյան Հանրապետություն, բավականին բայց չենք զգացել, որ մեր հետ բալիկ կա։ Ես հասկացա, Մայան հատուկ ծրագրավորված այնպես է պահում, որ ամեն անգամ դուք նրան ձեզ հետ կարծում եմ, Շատ լավ, իսկ ո՞րն է լինելու ձեր հաջորդ ճանապարհորդությունը միասին։ Դեռևս չենք պլանավորել ու քանի որ ելի եմ ասում վերջին շրջանում շատ սպոնտան ենք որոշումների կայացման մեջ, վստահ եմ հաջորդը եւս մի քանի օրվա կտրվածքով որոշելու ենք ու գնանք երևի ծովափնյա ինչ որ հանգիստ, որովհետեւ բալիկների հետ դիմաց համար է երկար ժամանակա չենք հանգստացել, բայց մինչ այդ կարծում եմ ես կունենամ սոլո ճանապարհորդության փորձառություն, որովհետեւ երկար տարիներ շատ ցանկացել եմ այդ փորձառությունը եւս ունենամ ու հիմա շատ ճիշտ ժամանակահատվածն է իմ կյանքում, որովհետեւ կորպորատիվ կյանքում չեմ աշխատում, ունեմ ժամանակի ազատություն, բալիկներիս հարցում ունեմ օգնություն ու կարծում եմ մոտակա շրջանում ինչ որ միտեղ կգնամ անպայման միայնակ։ Շատ լավ, դե քեզ հաջողություն եմ ցանկանում քո սոլո ճանապարհորդության հարցում, քանի որ հաղորդումը արդեն ոդքասթը ավարտում ենք, վերջին հարցը տամ եւ անցնենք բլից հարցերին։ Ում ես պատկերացնում որպես մեր հաջորդ հաղորդման հյուր։ Ես կտամ երևի երկու աղջկա անուն, ովքեր շատ ճանապարհորդում են, շատ ասելիք ունեն։ Թերեզան Ագրիգորյան, ով travel blogger է ու իր էջի միջոցով պատմում է առասարակ travel-ի մասին, ինչպես հեշտ կազմակերպել, ինչպես վիզա ստանալ, ամեն ինչի մասին ինքը առասարակ խոսում է ու հաստատ շատ մեծ ասելիք կունենա։ Եվ Թամարանա Արշակյան, ով ունի տարբեր երկրների փորձառություն, իր travel content-ը Երևանում լավագույնն է ինձ համար, ըստիս, այնպես որ իրենց երկուսին խորհուրդ կտամ, որպես շատ լավ, ես անպայման հաշվի կառնեմ, դե անցնենք բլից հարցերին։ Ինչ պետք է անպայման լինի քո ճամպրուկում՝ լիցքավորիչ թե արևային ակնոց։ Արևային ակնոց։ Որ քաղաքում է մարդկանց street style-ը քեզ ամենաշատը ոգեշնչել։ Միանշանակ Փարիզ։ Մայրամուտ Թայլանդում թե առավոտյան սուրճ Վիեննայում։ Մայրամուտ Թայլանդում։ Շատ լավ։ Քեզ ո՞րն է ավելի բնորոշ՝ 3 զգեստ 10 օրում թե 10 զգեստ 3 օրում։ 3 զգեստ 10 օրում։ Լավ։ Իտալիայում հանգիստ թե Դուբայի շքեղությունը։ Italiայում հանգիստ։ Ֆրանսիայում կրուասան ուտել, Ֆրանսիայում կրուասան ուտել։ Բայց դու ինչ գիտես, երկրորդը կարող է ավելի հետաքրքիր լինել։ Դա երկրորդ տարբերակը Վենետիկում պաստա, ջրանցքի կողքը։ Ֆրանսիայում կրուասան ուտել։ Որ քաղաքում ես քեզ զգացել ավելի տեղացի։ Բալիում։ Չէ, կներես Փարիզում։ Էլի Փարիզ, շատ լավ։ Միլանում պատահաբար fashion show գտնելու մասնակցել, թե Աթենքում հնագույն տաճարի մոտ ռիլ նկարել։ Միլանում fashion show-ի մասնակցել։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը, որ աստղային մայրիկի հետ կճանապարհորդեիր։ Կարծում եմ Keira Knightley։ Տամ շատ ուրախ եմ, որ այսօր դու քո ժամանակը հատկացրեցիր եւ մենք հետաքրքիր զրույց ունեցանք եւ վերջում ինչ ուղերձ կուղես մեկ նախադասությամբ այն բազմազբաղ մայրիկներին, ովքեր զբաղվում են բիզնեսով եւ կարծում են, որ նրանք ոչինչ չեն հասցնում։ Թող իմ ուղերձը շատ էգոիստ է, բար չհնչի, բայց իմ փորձից ասեմ, առաջնահերթությունը տվեք ձեզ, ձեր նախասիրություններին, ձեր կյանքի որակին, հետո նոր մնացածին, բալիկներ, ամուսին, աշխատանք։ Կարծում եմ այդ միակ երաշխիքն է, որպեսզի այս կյանքում լինի ստացված եւ բալանսավորված կյանք։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեզ, որ ճանապարհորդեցիք մեզ հետ այս զրույցում։ Իսկ մենք կհանդիպենք մյուս ոդքասթներին նորից հետաքրքիր եւ գեղեցիկ հյուրերով։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակոճակը եւ մեկնաբանություններում ակտիվ լինեք, քանի որ այս ամենը ողջավորում է մեր գործունեությանը։ Իսկ վերջում հիշեցնենք ձեզ, որ այն գումարը, որը դուք ծախսում եք ձեր ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց ձեզ։ Մի անհանգստացել, մենք քեզ այսօր իրոք չենք տանջելու։ Okay, Տոման, ես այս խոսքս հիշեք, դառնալով շատ հայտնի fashion industry ներկայացուցիչ։ Ես մի հատ նկարեք։ Այո, նկարեք։ Երբ ժամանում ես որևիցե երկիր կամ քաղաք, արթնանում ես առաջինը ինչ գործողությունն է Թամարան անում այդտեղ։ Լվացվում է։